Ոստիկանության օրվան ընթառաջ փորձը որպես գիտելիքի աղբյուր խորագրի ներքո Կոտայքի մարզի պարեկները ապրիլի 14-ին Երևանի թիվ 132 հիմնական դպրոցի 7-րդ դասարանի աշակերտների հետ գործնական պարապմունք անցկացրեցին։ Սա բինար տեսակի արագաչափ լոկացիոն սարքն է, նախատեսված է արագություն հաշվարկելու, չափելու համար։ Սարքը հնարավորություն ունի չափելու ինչպես ստացիոնար, այսինքն անշարժ դիրքից, այնպես էլ շարժման մեջ։ Պարեկ Կարլեն Բաղյանը աշակերտներին ոչ միայն ներկայացրեց արագության ռադիոլոկացիոն չափիչ սարքի տեխնիկական բնութագիրը, ավտոմեքենաների արագությունը ֆիքսելու կարգը, այլ նաև պատասխանեց դպրոցականների հարցերին։ Ֆիզիկայի ուսուցչուհի Նելի Ահարոնյանի խոսքով նմանօրինակ հանդիպումները ոչ միայն զարգացնում են աշակերտների գիտելիքները, այլև ամրապնդում ոստիկան անչափահաս կապը։ Ավելի մոտիկից ծանոթանան ստորաբաժանման աշխատանքներին, դա մոտեցնում է քաղաքացու եւ ստորաբաժանման աշխատակցի մտերմության եզրերը։ Աշակերտներն ուշադրությամբ լսում էին Պարեկին, որը մանրամասն ներկայացնում էր, թե սարքի միջոցով ինչպես են հայտնաբերում կարգազանց վարորդներին, գործնականում ինչպես են չափում մեքենաների արագությունը տեղում եւ վարելիս։ Մենք սովորեցինք ոնց է աշխատում արագաչափը։ Շատ հասկանալի է, շատ լավ է բացատրում, շատ հետաքրքիր էր։ Ոստիկանություն հասարակություն կապի ամրապնդումը իրավագիտակից քաղաքացի ունենալու գրավական է։ Հենց այդ նպատակով անչափահասների հետ աշխատանքների ուղղությամբ ներքին գործերի նախարարության կողմից պարբերաբար իրականացվում են միջոցառումներ։